Ողնաշարային հիվանդություններից ստենոզը այն խողովակի նեղացումն է, որում տեղավորված է ձեր ողնուղեղը։ Ստենոզը կամ նեղացումը առաջացնում է ողնուղեղի և ողնուղեղից դուրս եկող նյարդերի ճնշում, որը իր հերթին դրսևորվում է վերին կամ ստորին վերջույթների ցավերով և թուլությամբ։ Որոշ մարդիկ ծնվում են նեղացած ողնաշարային խողովակով, որը ստենոզի զարգացման համար դառնում է ռիսկի գործոն։ Ստենոզը կարող է առաջանալ միջողնային սկավառակի ճողվածքից (պրոլապսից) հետո։ Վերջինս առաջանում է, երբ սկավառակի կակուղ կորիզի ճողվածքը ուղղվում է դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր։ Այլ պատճառներից են միջողնային սկավառակի դեգեներատիվ հիվանդություն, ողների վրա ոսկրային հավելյալ աճեր, սպոնդիլոլիսթեզ, երբ մեկ ողը սահում է մյուսի վրա և այլն։ Մեջքի ստենոզի պատճառ կարող է հանդիսանալ նաև ողնուղեղը կամ նյարդարմատները ճնշող ողնաշարի դեղին կապանները, ուռուցքը, ինչպես նաև մեջքի շրջանի տրավման կամ վնասվածքը։ Ամենատարածված տեսակը գոտկային սթենոզն է, որը տեղակայված է ողնաշարի գոտկային հատվածում։ Դրան հաջորդում է պարանոցային հատվածն ախտահարող պարանոցային ստենոզը։ Շատ ավելի հազվադեպ հանդիպում է կրծքային ստենոզը, որը ախտահարում է ողնաշարի կրծքային շրջանը։ Սպինալ ստենոզը ավելի հաճախ առաջանում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ։ Կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է հավասար հաճախականությամբ։ Բազմաթիվ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում, նույնիսկ եթե ռենտգենով երևում է խողովակի նեղացում։ Երբ գանգատները ի հայտ են գալիս, դրանք ժամանակի ընթացքում աստիճանաբար վատթարանում են։ Ախտանիշները կախված են ախտահարված նյարդից։ Գոտկային նեղացման դեպքում ճնշվում են մեջքի ստորին հատվածի նյարդերը։ Սա կարող է հանգեցնել նստանյարդի ճնշման ախտանիշների՝ թուլություն, թմրածություն, որը ճառագայթում է դեպի մեջք, հետույք և ոտքեր։ Պարանոցային նեղացումը կարող է լինել ավելի վտանգավոր, երբ ճնշում է ողնուղեղը։ Պարանոցային նեղացումը կարող է բերել միելոպաթիայի, որը դրսևորվում է մարմնի թուլությամբ և պարալիզով։ Ավելի հաճախ հանդիպում են հետևյալ ախտանիշները՝ կանգնած ժամանակ անհարմարության զգացում, ձեռքի դաստակի, ոտքի կամ ոտնաթաթի թմրածություն, թուլություն կամ ծակծկոցներ, քայլելու և հավասարակշռության խնդիրներ, պարանոցային ցավեր, աղիների դատարկման կամ միզարձակության խնդիրներ, մեկ կամ երկու ոտքերում ցավեր կամ կծկանքներ, սպազմ, որոնք մեղմանում են առաջ թեքվելիս, մեջքի գոտկատեղի կամ թիկունքի ցավեր։ Մեջքի ստենոզը ախտորոշելիս բժիշկը լսում է ձեր գանգատները, ծանոթանում է ձեր առողջական վիճակին, կատարում է արտաքին զննում և նշանակում է ողնաշարի ռենտգեն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Բուժման համար բժիշկը կարող է խորհուրդ տալ սովորական ցավազրկողներ և մեջքի մկանների ուժը, իրանի սլացիկությունը և հավասարակշռությունը բարելավող ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ։ Նաև կարող է առաջարկել ողնաշարի շրջանում ստերոիդների ներարկում, որը կարող է մեղմացնել ցավը և բորբոքումը։ Եթե հիվանդության ախտանիշները խիստ սահմանափակում են ձեր առօրյա գործունեությունը, կամ դեղերը և ֆիզիոթերապիան չեն օգնում, կարող է առաջարկվել դեկոմպրեսիվ լամինեկտոմիա կոչվող վիրահատություն, երբ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով հեռացվում է ողնաշարային խողովակը ծածկող ոսկորի հատվածը և հաստացած կապանները։ Որոշ դեպքերում կարող է իրականացվել նաև արհեստական իմպլանտի միջոցով հարևան ողների անշարժացման վիրահատություն։ Սովորաբար բժիշկները նախ փորձում են ոչ վիրահատական մեթոդները և դրանց անարդյունավետության դեպքում նոր միայն առաջարկում են վիրահատական բուժում։ Դուք ինքներդ կարող եք կառավարել ցավը՝ օգտագործելով սովորական ցավազրկող դեղեր, փորձելով տաքացնող կամ սառեցնող միջոցներ,
Առողջ քաշը և ֆիզիկական վարժությունները նույնպես կարող են մեղմացնել գանգատները։ Եթե ձեր հավասարակշռությունը խանգարված է, կարող եք փորձել այն բարելավել վարժություններով և հնարքներով։